Գրիգոր անունը հունարանից թարգմանաբար նշանակում է արթուն եւ հսկող միևնույն ժամանակ։ Այս առումով շատ խորհրդանշական է նրա անունը եւ մենք գիտենք, որ մկրտության ժամանակ է այս անունը տրվել։ Ըստ ավանդության նրա նախաքրիստոնեական անունը, իսկ միջ մկրտություն եղած ավազանի անունը եղել է ենթադրաբար Սուրեն։ Եվ Գրիգորը փաստորեն մանուկ հասակում ստացել է կրթությունը Կեսարիայում եւ հմտացել է տեղի arczepiskopos-ի մոտ հունարենի դպրության հարցում, նաեւ սովորել է ասորերեն եւ բավական լավ գիտակ կրթված անձնավորություն է դարձել։ Երբ հետագայում արդեն հայոց տրթատ թագավորը հանգամանքների բերումով հայտնվում է հռոմեական հովանավորության տակ եւ հռոմեական կայսրությունը նպատակ է դնում արդեն օգնել արշակուններին վերահաստատվելու հայոց գահին, երբ որ Պարսից վռամ արքան օկուպացնում է Հայաստանը, այդ ժամանակ զգալի է դառնում համագործակցությունը տրթատի եւ Գրիգորի միջեւ։ Ինչպես հաղորդում են սկզբնաղբյուրները, նույնիսկ Գրիգորը դառնում ամենավստահելի անձանցից մեկը տրթատի համար եւ հետագայում պետք է նույնիսկ նրա համար գրագրություն իրականացնող անձանցից մեկը արքունի քարտուղարության մեջ լիներ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։